Պարոն Եսայան, ընդհանուր քաղաքական համատեքստին անդրադառնալով նաև Ծառուկյանի գործին, իշխանությունները մինչև ուր կգնան եւ որն է սրա հանգուցալուծումը, եթե ընտրությունները չտվեցին այդ լուծումը։ Նայեք, մինչև ուր կգնան վարչապետի պաշտոնը այսօր զբաղեցնողը իր գործողություններով ցույց է տալիս, որ ինքը սահման չունի։ Այսինքն այն ինչ կատարվում է այսօր Հայաստանում, որևէ առնչություն չունի իրական քաղաքական, հասարակական օրինաչափությունների զարգացումների հետ։ Ինքը իր, ասենք ասենք, հոգեկերտվածքին համապատասխան կոնֆլիկտները հրահրում չեղած տեղը։ Թվում էր, թե սկսենք նախընտրական շրջանում, թվում էր, թե քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ է գնում, ծրագրերից են խոսում, առաջին 2-3 օրը այդ անձնավորությունը եւս ինչ-որ բաներից էր խոսում, կեղծված, խաղաղությունից էր խոսում էր տնտեսական զարգացումից, խաղաղության խաչմերուկից էր խոսում, բայց շատ արագ հասկացավ, որ այս գաղափարական քարոզարշավի մեջ ինքը որևէ ապագա չունի եւ նորից մի քանի օր հետո ընդամենը նորից ընկավ հիստերիայի մեջ եւ սկսեց գոռալ, բռնելու, պատժելու, բանտերում փտեցնելու, ունե զրկելու, բոմբ սարքելու, այսինքն նորից խոսեց այն լեզվով, որը ընկալելի է ցավոք սրտի մեր ժողովրդի մի որոշակի հատվածի, բացի այսօր ցավոք սրտի երկու բան է այդ մարդկանց մեջ խոսում։ Առաջինը ստամոքսը, հանուն փողի, հանուն պաշտոնի, հանուն դիրքի շատ շատերը պատրաստ են զոհաբերել ամեն ինչ, այդ թվում նաև հայրենիքը, եւ երկրորդը գրպանը։ Այս երկու կատեգորիաները կան։ Եվ կա երրորդ կատեգորիան, որը իմ համալսարանում սովորելու տարիներին կոչվում էր լյումպեն պրոլետարիատ, այսինքն դրանք ամենացածր խավի մարդիկ են, որոնք ոչինչ չունեն կորցնելու, չունեն ոչ գիտելիք, ոչ ունեցվածք, ոչ մի բան չունեն։ Եվ ցավոք սրտի Հայաստանում հայտնվել է մեկը, ով այդ լյումպենին հայտարարում է, որ եթե դու չունես ունեցվածք, դրա պատճառը քեզնից ավելի հարուստներն են։ Եթե դու չունես գիտելիք, դրա պատճառը ավելի ուսյալ զանգվածն է։ Եթե դու չունես որևէ բան, դրա պատճառը ուրիշներն են եւ ոչ թե դու։ Այսինքն այդ անսահմանափակ նախանձը այդ հատվածի մեջ, այդ խավի մեջ գրգռելով, այդ մարդը միայն այդ ճանապարհով հասկացավ, որ կկարողանա հիստերիան, այս անհատակ թշնամանքը ժողովրդի այս երկու հատվածների մեջ խորացնելով է, որ ինքը կկարողանա հաշիվ անել ձայների վրա, բացի նաև վարչական ռեսուրսը։ Այսինքն մի քանի բան ինքը խորացրեց այդ թշնամությունը հասարակության երկու հատվածների մեջ եւ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ հասարակության կեսից ավելին չի ընդունում Փաշինյան, հասարակության կեսից մի քիչ պակասը ընդունում է Փաշինյան։ Հիմա հանգուցալուծման մասին։ Հանգուցալուծումը միանշանակ պետք է լինի քաղաքական, չի կարող իրավական հանգուցալուծում լինել, որովհետև այն առիթները, ասենց ասենք, քրեական գործ հարուցելու առիթները, թե օրինակ Սամվել Կարապետյանի, հիմա Նարեկ Կարապետյանի, ընդհանրապես անհասկանալի պետական որևէ պաշտոն չզբաղեցրած երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվում։ Իշխան Սաղաթելյանի կամ հենց Գագիկ Ծառուկյանի, անդրադառնանք Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կամ հարկային ստուգումներ 18 թվականից անթիվ անհամար անգամներ հարկային ստուգումներ են եղել բոլոր ձեռնարկություններում, մուլտիկոնցեռնի բոլոր ձեռնարկություններում եւ որևէ խախտում չի հայտնաբերվել։ Իմ համար հիմա հարց է, այս մարդիկ, որոնք ակտերը գրել են եւ տակը ստորագրել են, որ խախտումներ չի հայտնաբերվել կամ ինչ որ խախտումներ հայտնաբերվել է եւ համապատասխան, եթե հարկեր չեն վճարվել, հարկերը վճարվել է, եթե տուժտուգանքներ կան վճարվել են։ Հիմա ինչ են անելու այդ նախորդ բոլոր տարիների ստուգումների հետ։ Այսինքն առիթները, որ օրինակ Գագիկ Ծառուկյանին առանց որևէ առիթի, առիթը եղավ ընդամենը նրա
քաղաքականություն ակտիվ վերադառնալու, որովհետև քաղաքականությունից դուրս Ծառուկյանը չի եկել, ակտիվ վերադառնալու նրա հայտներ, որով նա մասնակցում էր ընտրություններին։ Սամվել Կարապետյանին ընդամենը մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործառույթ։ Այսինքն առիթներ պետք է չի տալ, ինքը առիթներ կհորինի, որովհետև իր հիվանդ ուղեղում նման առիթները անթիվ անհամար են։ Դուք խոսում եք սահմանի մասին, սահման չկա, նրա ուղեղում սահման գոյություն չունի։ Եթե մեկին պետքա ձերբակալել, որևէ ծպտուն չհանելու համար նույնիսկ կարող է ձերբակալել։ Լուծումը հասարակությունը ինքը իր մեջ պետք է գտնի։ Ասում եք քաղաքական են, բայց տեսնում ենք, որ քաղաքական առաջնորդություն ստանձնողներին իզոլացման process է մեկնարկել։ Հիմա նոր տեղեկացանք, որ Ղազինյանի գործն են մտցրել դատարան, Նարեկ Կարապետյանով նոր միջնորդություն են ներկայացնում։ Ի վերջո այս պայմաններում ինչպես լուծել քաղաքական, ինչ այսպես հնարավորություն, ռեսուրս կա։ Դե գիտեք, հիմա քաղաքական լուծում, քաղաքական ուժերը որոշակի քայլեր կարող են անել, նախ հայտարարությունը, որ եղավ, որ ընտրությունների արդյունքները չեն ճանաչում, հիմնական քաղաքական ուժերը հայտարարեցին, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ, ընտրությունների արդյունքները չեն ճանաչում, այս կազմով խորհրդարանի օրինականությունը չեն ճանաչում, բնականաբար չեն ճանաչելու նաև այս խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի հաստատումը, վարչապետի ընտրությունը եւ այլն, այսինքն սրա բոլոր հետևանքներով երկրում առաջանալու է երկիշխանություն, այսինքն ընդդիմությունը ասելու է, որ սա իշխանություն չի, իշխանությունը փորձելու է իրավական, քանի որ բոլոր գործիքները նրա ձեռքում են եւ որևէ սահման չի ճանաչում, փորձելու է անսահմանափակ քրեական գործեր հարուցել բոլորի դեմ, ով որ ընդդիմանում է։ Սա դեպի բռնապետություն, դեպի դիկտատուրա, դեպի ֆաշիզմ տանող ամենաուղիղ ճանապարհն է։ Լուծումը նայեք, երկիրը այս վիճակում երկար չի դիմանա, առաջին հերթին տնտեսապես երկար չի դիմանա։ Եվ երբ որ բոլոր նրանք, ում որ հացից կզրկի Նիկոլ Փաշինյանը իր հիստերիկ քաղաքականության պատճառով, երբ որ չկարողանան վարկերը վճարել, երբ որ չկարողանան երեխայի առօրյա սնունդը հոգալ, այն ժամանակ կհասկանան, թե ինչ մեծ ծուղակի մեջ էին ընկել։ Եվ միայն այդ ձևով հնարավոր սրա հեռացումը։